շինարարությունը ապօրինի է, արկա է զգալի վնաս պատճառելու վտանգ, պետք է նման նախագծով շինարարություն թույլտվություն չտար։ Արմնուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Արեն Սիմոնյանին։ Շինարարական ոլորտում բազմաթիվ են խնդիրները եւ Արմնուր լրատվականը բազմաթիվ ահազանգեր է ստանում փաստաբաններից, քաղաքացիներից կապված իրենց իրավունքների ոտնահարման մասով եւ ահա եւս մեկ ոտնահարման դեպքի մասին մենք այսօր կխոսենք, մասնավորապես Սլավոնական Residence ՍՊԸ-ն 2023 թվականի նոյեմբերի 24-ին Հովսեփ Էմին 128/130 հասցեում Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվության իրավունք է ստացել։ Սակայն այդ շինարարության իրավունքը ըստ էության շատ քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ է բախվել եւ մարդիկ ստիպված են եղել դիմել դատարաններ։ Մենք այս խնդրի մասին կզրուցենք պարոն Սիմոնյանի հետ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվել։ Կցանկանայի պարոն Սիմոնյան, դուք սկզբից ներկայացնեք, թե ինչ է տեղի ունեցել եւ որ թվականից է, որ դատարաններում ըստ էության ձեր վստահորդի իրավունքների պաշտպանության խնդիրն եք բարձրաձայնում։ Շատ լավ։ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նշեցիք, 23 թվականի նոյեմբերի 24-ին շինարարության թույլտվություն է տվել բազաբնական շենք կառուցելու համար, երբ որ շինարարական աշխատանքները արդեն մեկնարկել էին, մասնավորապես փոսորակն էր փորվել շինհրապարակի, պարզվեց, որ շինարարությունը իրականացվում է բավականին մոտ հեռավորությամբ իմ վստահորդի բնակելի տան, կար կասկածներ, որ քաղաքաշինական եւ հակահարդային նորմերն են խախտված, կապված հակահարդային միշտ տարածությունների հետ հեռավորությամբ, պատվիրեցինք երկու անկախ փորձագետական եզրակացություն, որով որ հիմնավորվեց, որ համապատասխան հակահարդային նորմերը խախտված են, մասնավորապես տվյալ դեպքում պետք է շենքի պատի հեռավորությունը բնակելի տան պատի հեռավորությունից լիներ ոչ պակաս քան 8 մետր, իսկ ըստ նախագծով 1.5-ից 2 մետր էր, հետևաբար դիմեցինք Երևանի քաղաքապետարան եւ լիազոր մարմին քաղաքաշինության կոմիտե, քաղաքաշինության եւ հակահարդային անվտանգության տեսչական մարմնին, ստացանք պատասխան այն մասին, որ շինարարության թույլտվությունը անցել է բոլոր համալիր փորձաքննությունները եւ ստացել է դրական եզրակացություն։ Ստիպված եղանք մեր իրավունքները պաշտպանել դատական կարգով, վարչական դատարան ներկայացրեցինք հայց խնդրելով անվավեր ճանաչել շինարարության թույլտվությունը։ Գրեթե 2 տարի տևեց դատավարությունը։ Այդ ընթացքում շինարարությունը գնում էր։ Այո, գնում էր շինարարությունը։ Ոտնահարվում էին քաղաքացիների իրավունքները, կոնկրետ անվտանգության կանոնները։ Առնվազն իմ վստահորդի, այո, գրեթե 2 տարի տևած դատավարության արդյունքում վարչական դատարանը առաջացանը օգուտ մեծ որոշում կայացրեց։ Այսինքն օգուտես ուզում եմ մանրամասնենք, այսինքն ասեց, որ Երևանի քաղաքապետարանը չպետք է տար վարչական ակտ է տրամադրել Սլավոնական Residence ՍՊԸ-ին, որ նման նախագծով, նման շինարարության թույլտվություն պետք է չտար եւ համավեր է ճանաչվել։ Հատկանշական է նաեւ այն փաստը, որ բացի այդ երկու անկախ փորձագետների կողմից տրված եզրակացությունը դատանը հիմնվել էր նաեւ երրորդ փորձագիտական եզրակացության վրա, որը որ ձեռք էր բերվել դատական վարույթի ընթացքում դատարանի նախաձեռնությամբ։ Ուզում եմ այս մասը պարոն Սիմոնյան մանրամասնենք, այսինքն անկախ նրանից, որ համապատասխան փորձաքննություններ են ներկայացել, որպեսզի դատարանը վստահ լինի, քաղաքացին է ճիշտ, թե օրինակ շինարարը, որը վերոնշյալ հասցեում շինարարություն է իրականացնում, ինքը որոշել էր իր միջոցներով փորձագիտական եզրակացություն հասկանալու համար։ Երրորդ փորձ, արդեն դատա շինարարատեխնիկական փորձաքննության մասին է խոսքը, եզրակացությունը նույնն էր, որ խախտվել են քաղաքացու իրավունքները կառնել Այո, սեփականության մասնավորապես գույքը ազատ տնօրինել տիրապետելու իրավունքը եւ որ շինարարության թույլտվությունը տրվել է ակնհայտ քաղաքաշինական եւ հակահարդային անպատասխան նորմերի խախտումներով։ Ակտը բողոքարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից եւ կառուցապատողի կողմից, այդ ընթացքում հաշվի առնելով, որ արկա է զգալի վնաս պատճառելու վտանգ, այսինքն հակահարդային նորմերի խախտումներով պայմանավորված արկա է իմ վստահորդի բնակելի տանը հրդեհային վտանգ, դիմել էինք դատարան վարչական ակտը կասեցնելու միջնորդությամբ, առաջայցյանի դատարանը մերժել էր, վերաքննիչայցյանը մերժելու մասին որոշումը թողել էր անփոփոխ, դիմել էինք վճռաբեկ դատարան,
Վճռաբեկ դատարանը սույն թվականի հունիսի 12-ին մեր բողոքը բավարարել է եւ որոշում է կայացրել կասեցնել շինարարության թույլտվության կատարումը մինչեւ դատական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ինչը հիմք է, որ շինարարությունը դադարեցվի հունիսի 15-ին 3 օր անց դատական ակտի կայացումից դիմել ենք Երևանի քաղաքապետան, խնդրելով իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով կանխարգելել եւ կասեցնել ապօրինի շինարարությունը, քանի որ վճռաբեկ դատարանի որոշմամբ այլևս շինարարություն թույլտվությունը կասեցված է եւ շինարարությունը ապօրինի է այդ շինթույլտվության հիման վրա եւ դեռևս պատասխան չունենք։ Շինարարությունը գնում է Հովսեփեմին Վստահաբար չեմ կարող ասել, համենայն դեպս այո, կա տեղեկատվություն նաեւ ինվեստորի կողմից, որ շինարարական աշխատանքները շարունակվում են։ Հիմա փաստացի պարոն Սիմոնյան, ակնհայտ է մեկ բան, կա դատարանի որոշում, որ ըստ էության ապօրինի է եղել։ Անկամ վճռաբեկ դատարանից ունեք համապատասխան որոշում ըստ էության, որ պետք է կասեցվի Երևանի քաղաքապետարանի վերոնշյալ թույլտվությունը։ Կասեցման մասով, այո։ Ու ըստ էության դիմել է Երևանի քաղաքապետան լրություն է։ Զուգահեռ դրան ոտնահարվում են քաղաքացու իրավունքները։ Լավ, ո՞րն է ելքը, ինչ անի քաղաքացին։ Գիտեք, խնդիրը իրականում ես որտեղ եմ տեսնում։ Իրականում խնդիրը շինարարինը չէ, որովհետև կառուցապատողը հայցել է մի վարչական ակտ այն նախագծով, որը որ ներկայացել եւ պատկերացրել է, որ այդ նախագծով պետք է կառուցի բազաբնական շենք եւ վարչական մարմինը լիազոր, որ այս դեպքում Երևանի քաղաքապետարանն է, պետք է նման նախագծով շինարարություն թույլտվություն չտար։ Ինչ շահագրգռվածություն ուներ, որ տվեց։ Չեմ կարող ասել շահագրգռվածություն ինչը կարող է լինել, որևէ գնահատական այդ մասով ես չեմ կարող տալ։ Համենայն դեպս ստացվում է, որ տուժում է թե ինվեստորը, թե կառուցապատողը, որ վստահելով վարչական ակտի իրավաչափությանը կառուցել է բազաբնական շենքը եւ վերջիվերջո անհետևանք չի մնա այն բազմաթիվ քաղաքացիների իրավունքներին, որ արդեն իսկ այս ընթացքում այդ շենքում կառուցված բնակարաններ են գնել։ Փաստացի ստացվում է մարդիկ, որը ստեցան այո, բազմաբնական շենքում բնակարաններ են գնել այն շենքում, որի շինարարությունը կասեցված է եւ որի շինարարության թույլտվության իրավաչափության հարցը հարցականի տակ է։ Այո։ Այստեղ խնդիրը բնականաբար Երևանի քաղաքը, որպես վարչական մարմին Երևանի քաղաքապետարանինն է եւ պատասխանատվությունն էլ իմ կարծիքով պետք է կրի Երևանի քաղաքապետարանը։ Ինչ պետք է անի ինվեստորը, անդրադառնալով ձեր հարցին, իրավունքները պետք է տարբեր ճանապարհերով, օրինական ճանապարհերով պաշտպանի, ինչպես դա անում են 2 տարի առաջվանից սկսված դատական համակարգի միջոցով, հիմա էլ դիմելով Երևանի քաղաքապետարան, որովհետեւ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ապօրինի շինարարության կանխարգելման եւ կասեցման լիազորություն ունեցող միակ վարչական մարմինը դա տեղական ինքնակառավարման մարմինն է, որը որ տրամադրել է անպատասխան վարչական ակտը, եթե խոսքը վերաբերում է շինթույլտվության ոչ իրավաչափ ճանաչելու հետևանքներին կամ կասեցմանը։ Ինձ հետաքրքիր է, պարոն Սիմոնյան, միայն ձեր վստահորդն է կառուցապատողի դեմ կապված շինթույլտվության մասով հայց ներկայացել, թե այդ հասցեում ապրող շատ քաղաքացիներ կան, որոնք խնդիր ունեն։ Ես այդպիսի տեղեկություն չունեմ, համենայն դեպս իմ վստահորդը հայց ներկայացրել է ոչ թե կառուցապատողի դեմ, այլ Երևանի քաղաքապետարանի դեմ, որովհետև նորից եմ կրկնում, այստեղ խնդիրը Երևանի քաղաքապետարանի հետ այլ ոչ կառուցապատողի, այլ հայցերի մասին ես տեղեկություններ չունեմ, հավանաբար ոչ, որովհետև անմիջական այդ խախտումները կապված են իմ վստահորդի իրավունքների հետ, որովհետև շենքը փաստացի գրեթե հպված է վստահորդից բնակելի տանը։ Պարոն Սիմոնյան, սովորաբար ակնհայտ է մեկ բան, որ երբ որ նման խնդիրներ են առաջ գալիս, օրինակ կառուցապատողները կամ Երևանի քաղաքապետարանը փորձում են քաղաքացիների հետ ընդհանուր լեզու գտնել եւ կարողանալ իրենց գործը առաջ տանեն։ Օրինակ փորձել եղել են ձեր վստահորդի մասով փորձել համոզել, որ ոչինչ այդ 8 մետրը չի այդ հեռավորությունը, այդ 1.5-ն է լրել, աչք փակել, ինչ որ մի ձև համոզել գործը առաջ տանելու մասով։ Երբևէ նման Երևանի քաղաքապետարանի կողմից Երևանի քաղաքապետարանի կառուցապատողի կողմից կառուցապատողի հետ կապված բանակցություններ եղել են, ինչ-ինչ պատճառներով ընդհանուր հայտարարի չեն եկել վստահորդները կառուցապատողի հետ,
Երևանի քաղաքապետարանի կողմից ոչ այդպիսի առաջարկ կամ այդպիսի առաջարկ չէր կարող անել Երևանի քաղաքապետարանը, որտեղ ըստ իս եւ ըստ վարչական դատանի դիրքորոշման իրավունք է խախտվել։ Եվ մեկ իրավունք չէ, որ խախտվել է։ Կարծեմ հայցեդիմով գրեթե 17 քաղաքաշինական նորմերի խախտումներ են արձանագրել։ Համենայն դեպս դատանը հաստատել էր այն, որ անմիջապես անմիջական կապ ուներ իմ վստահորդի իրավունքների հետ։ Ով է Սլավոնական Residence ՍՊ-ի տնօրենը։ Չեմ կարող ասել, չեմ մտաբերում, չգիտեմ։ Լավ, հիմա ի վերջո որն է լինելու ձեր հաջորդ քայլը։ Փաստը մեկ բան արդեն Երևանի քաղաքապետարան դիմել եք լրություն այդ մասով հաջորդ քայլերը որն է լինելու, սպասելու եք վերջնական ակտին, ինչքան ժամկետ ունեք, տեղեկություններ կան, նաև շինարարությունը շարունակվում է։ Այսօրվա մեր քայլը սպասել Երևանի քաղաքապետարանի իդեմս Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գործողություններին, որ եթե շինարարությունը շարունակվում է, կասեցնեն այդ շինարարությունը ապօրինի եւ կանխարգել են, մինչեւ վերջնական դատական ակտը կայացվի, հիմա շինարարության թույլտվության վիճարկման հարցը վերաքննիչ վարչական դատանի վարույթում է եւ դատական պաշտպանության մեր ճանապարհը այս բանին պետք է շարունակենք իհարկե զուգահեռ հետևենք եւ խնդրենք Երևանի քաղաքապետարանը, որպեսզի իր լիազորությունները կատարի կանխարգելի ու կասեցնի ապօրինի շինարարությունը, քանի որ վճարաբեկ դատանի որոշում կա ուղղված դրան։ Շատ բարի, մենք եւս կհետևենք գործի ընթացքին հասկանալու համար, թե ի վերջո քաղաքացու ոտնարված իրավունքները ինչ վերջնահարություն ունեցան։ Շնորհակալություն ձեզ շատ, որ եկաք մեր տաղավար պարուսմենը։